Տամարտու տիրոջ անունը փառավորվի, սիրաշը ժողովուրդ ջան, այո, մենք տեսանք, որ Աստված մեզի ինչու համար կանչե, ժողովուրդ ջան, չէ՞, ինչպես եղբայրներս խոսածին, Տերը օրհնի, կանչելը, որպեսզի մարդը գնալով սրբանա։ Մենք տենում ենք, քանի որ մարդը գալու է Աստծուն, ժողովուրդ ջան, չէ՞, մենք տեսնում ենք մարդը շատ կարիքներ ունի, ժողովուրդ ջան, չէ՞։ Մի Աստված ուզում է մարդուն ավելի սուրբ սարքի, ավելի մարդուն օգտագործի, բայց այսօր մենք տեսնում ենք, որ մարդու կամքը իրան խանգարում է, ժողովուրդ ջան, չէ՞։ Այն որ Աստված ուզում է ինձ ու քեզ փոխի, սովորացնի, մաքրի, սրբի, ժողովուրդ ջան, չէ՞։ Շատ անգամ մենք տեսնում ենք, այո, մարդիկ փախնում են Աստծո խոսքից, մարդիկ փախնում են Տիրոջ հորդորանքներից, մարդիկ փախնում են Տիրոջ խորհուրդներից, չէ՞, ասենք, մի Աստված ուզում է բոլորս էլ օգնի իր խորհուրդներով, իր ավետարանի խոսքերով, ժողովուրդ ջան, չէ՞։ Այո, այսօր մենք տեսնում ենք կա ավետարանի ճշմարտություն, ժողովուրդ ջան, չէ՞, ինչպես եղբայր ասես ենք, այսօր շատ մարդիկ նայում են մեն եղբայրան դեղել են Հիսուս քարոզում, չէ՞, ասենք, բայց այսօր տեսնում ենք իրապես, ժողովուրդ ջան, մարդիկ իշքան են Ուրանում ավետարան չեն ճանաչում, ժողովուրդ ջան, չէ՞։ Կա այդպես հավատք, որ նայում ես մարդիկ լինում են կոստյումով, շլվար, թափլդում են գետնի վրա, յանի Աստծո օրհնություն եկե, ժողովուրդ ջան, ասենք, էդի մի քիչ ահավոր բան էլի, ասենք, երբ որ մարդը Աստծուց հեռանում է, ժողովուրդ ջան, չէ՞, ասենք, նույն տեսքն է, նույն պաշտամունքը, յանի մարդիկ այդ մեն պաշտամունք, բայց այնտեղ Աստծո ներկայություն չկա, ժողովուրդ ջան։ Երբեք Աստված իր երեխեքին ծաղերեն էլ չի տալում, որ ինքնես դու գետնի վրա թափլդես, եսի մինչեր անես, չէ, ժողովուրդ ջան։ Վերջը Աստված այսօր պարկեշտություն ունի, Աստված այսօր ունի սրբություն ունի, ժողովուրդ ջան, չէ՞։ Դա մար եսամ որքան կարևոր է, որ Աստծո ժողովուրդը ճանաչի իր սրբությունը, ժողովուրդ ջան, սրբություն դա միակ է։ Ճշմարտություն դա միակ ավետարանն է, ժողովուրդ ջան, չէ՞, մենք այսա շատ անգամ ասում ենք ավետանը բերի Սուրբ Հոգին բացա ինձ ու քեզ, ժողովուրդ ջան։ Ավետանը պետք է որ մարդը ճեմարաններ սորվի, եսի մինչեր անչի։ Երբ որ դու կարդում ես, ուդում ես Աստծո խոսքը, քեզի որքան պետք է, Աստված քեզի բացում է, սովորացում է։ Եթե Աստված տեսավ դու ծառավ ունես, փափագ ունես, նա քեզ կսովորացնի, ժողովուրդ ջան։ Բայց երբ որ մարդը սովորականի պես կարդում, տեսենք եկանոր, որ հարցեն հա կարդացել եմ, գնացել ես պաշտում կա, գնացել եմ, չէ։ Բայց Աստված տեսնում է, որ մարդու մեջ ինչ կա, մարդու մեջ ծառավ կա։ Ինչպես եղբայրը խոսած Հակոբի Եսավի մասին, չէ, ժողովուրդ ջան, մենք տեսանք երկու աղբերներ էին։ Ինչու համար Եսավը կան չգնադես այն տված անդրանության այն որին ան այդ անդրանություն, ժողովուրդ ջան, Հակոբինը չէ, իրանն էր։ Բայց տեսանք, որ նա իր համար սովորական բան է, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր շատ անգամ, որ ինչպես չէ, եղբայր ասես, որ շատ անգամ մարդիկ լուրջ չեն վերաբերում հավատքի կյանքի, ժողովուրդ ջան, չէ։ Հատե ինչ խելը մեկը պիտի փրկվե։ Ու մարդիկ էցև գնում են առաջ, ժողովուրդ ջան։ Մեկը պիտի փրկվեմ, Տերը ինձ կփրկի։ Բայց Աստված կարգ ու կանոն կա իր ավետարանի մեջ սրբություն կա, ժողովուրդ ջան, չէ, այսօր մենք տեսնում ենք եւ Աստված իր կարգ ու կանոնը դրել է փոքրից մինչեւ տալ հասակ կիներենց, դա որ ամեն մարդ ունի իր հասակին ապրելու երկրի վրա եւ ավետարանով ապրի, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը սորտնի սեր, ժողովուրդ ջան, մենք այսօր տեսնում ենք, այո, Աստված այսօր մեզի ամեն անգամ սովորացնում է ճիշտ ապրելու ձևը։ Հլը մարդ է, սխալվում ես, չէ, դա թուլանում ես, ասենք, չէ, ժողովուրդ ջան, բայց Աստծո ավետարան կա, որ քեզ ուզում է սովորացնի, կրտնի ու դաստիարակի, ինչ համար որ դու Աստծո սուրբը դառնաս։ Շատ անգամ խոսում ենք, որ այսօր շատ մարդիկ ասում են, «Էդ մենք էս ինչ տեղերը դե նկարները սուրբ էս ինչը դետաս իրան աղոթես, որ այդ սուրբը դե ժողովուրդ ջան, սա մենք վախտին մենք էլ ենք եղեցև, այնքան օրհնյալ է մեր Աստված, մենք այնքան պետք է փառտանք Աստծուն, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, շատ պետք է փառտանք Աստծուն, որ այսօր Աստված մեզ գույրությունից հանել է, մենք էլ ենք հետում այդ նկարն ենք պատճում, մենք մտածում ենք այդ նկարը պետք է լսես մեզի, չեսենք աղոթում ենք նկարին, բայց մարդը չենք հասկանում, որ այդ նկարը սովորական նկար է, դու կարաս այդ նկարը ճղնես վարձ թափես, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք մարդկանց որքան է պայում մոլորության մեջ, որպեսզի մարդիկ չլուսավորվեն, ինչպես եղբայրս, լույս եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարը սիրին, ժողովուրդ ջան։ Պատկերացնում ես, մենք հիշում ենք այն տարիները, իշքան մութ տարիները, չէ, Հայաստանում, ասենք, լույս չկար, հենց լույսը գալու էր, ուրախանում ենք։ Բայց այսօր Աստված նույնպես ուզում է, երբ որ դու լուսավորվում ես, դու պետք է լուսավորվես եւ ուրախանաս Տիրոջ բերած լույսով։ Եվ այդ լույսը քո կյանքի մեջ պետք է ճառագի, նա քեզ պետք է ավելի լուսավորի։ Երբ որ Աստված գալու է քո կյանքի մեջ, նա ուզում է քեզ սրբությունից սրբություն տանի, ժողովուրդ ջան, նա քո հին մարդու բնավորություն պետք է փոխի, քեզի պետք է փոխի, քեզի պետք է սրբացնի, նա բերում է այն կետին, որ դու ունենաս Աստծո խոնարհությունը քո կյանքի մեջ, Տիրոջ սերը, ժողովուրդ ջան։ Դամար Տերը սորտնի, ժողովուրդ ջան, այսօր փառք ենք տալու Աստծուն, որ իրապես Աստված մեզ բացել է ճշմարտություն, ժողովուրդ ջան։ Որ այսօր մենք
ոչ թե մենք նկարի դեմ ենք ետում Ժողովուրդ ջան, մենք գալու ենք կենտանի Աստծո դեմ։ Այսօր կարա մարդ ասա, բա եղբայր ջան, ոնց պետք է տենամ այդ Աստծուն տենամ, չես ենք, ես ոնց հասկանամ, որ կենտանի Աստծո հետ եմ, ես չէ Ժողովուրդ ջան։ Աստված աներևույթ է, դու Աստծուն չես տեսում Ժողովուրդ ջան։ Աստված հավատքով քո մեջ ապրում արդ է։ Այգավ Սուրբ Հոգով մարդու մեջ բնակվելու համար։ Այսօր մարդը լփնտրում ասում, Աստված քո մեջ է։ Շատ անգամ մարդիկ ասում են Աստված իմ աղոթքը չի լսում, Ժողովուրդ ջան։ Աստված ինձանից հեռացել է։ Ինչ համար այսօր մարդը դա ասում։ Կամ իր հավատն է պակսում, կամ իր մեջ դժվարություն կա, կամ խնդիրներ կա Ժողովուրդ ջան։ Մեկը մենք հավատում ենք, որ Աստված քո այն վերջի շունչն էլ Աստված քեզի չի ուզում թողա Ժողովուրդ ջան։ Մենք հավատում ենք այն ամենաչար մարդը, հիշում եմ, դες մի հատ վկայություն կար, երբ որ մի հատ շատ չար մարդ էր, մարտասպան։ Երբ որ իրան տալում են մահաժամ, որ ինքը պետք է իրան սպանեն Ժողովուրդ ջան, բերտում։ Վերջը այդ որ իրան գիշեր պետք է հաջորդ օրը իրան պետք է տոկի տային, թե քանա է ղրգում, պես տեղեր կա, երևի քանա է ղրգում, որ քանա է տա, ինչ-որ բան խոսա իրան։ Երբ որ այս քանը մտնում է այս չար մարդում, վաբշե անհավատ մարդ, Ժողովուրդ ջան, որ ուզում է վգայի, որ մարդը զղջապար, այս մա ինչ Աստված, ինչ բան։ Հետարքի եւ Աստված այս քանը միսում է լսա ինչ եմ ասում։ Եթե այսին ժամին քեզի ցեն տվեց, իմացի, որ Աստված կա։ Ժամը նշում է Ժողովուրդ ջան։ Եվ եսի քնում եմ, որ այդ ժամին Աստված իրան ձեն է տալում, այս մարդուն, Ժողովուրդ ջան։ Այս մարդը հասկանում է, որ իրապես Աստված կա։ Եվ այս մարդը ողբում, զղջում, ապաշխարում է Ժողովուրդ ջան իր ապային, ու իրան սպանում են։ Մենք հասկացանք, որ այո, մարմինը կսպանեն։ Դամար ասում եմ, մի վախեցեք, շատ անգամ մարդիկ մարմնից ավելի շատ են վախենում, քան թե հոգու, Ժողովուրդ ջան, չէ՞։ Այսօր մարդիկ չեն մտածում, որ իրանց հոգիները կորցնում են, բայց այս մարմինը մի հատ բան է անում, վсё, մենք այս մարմնի համար ենք անենք perеживать ենք, չես ենք, վայ այս մարմինը չէ, բայց մարդը շատ անգամ տեսնում եք Ժողովուրդ ջան, ես չեմ ինչ համար Տերես խոսքը բերում, որ մենք ասենք, շատ անգամ միտք չունես ինչ-որ մի բանը խոսելու, բայց Տերը բերում է այն խոսքը, Ժողովուրդ ջան, շատ անգամ մենք մեր հոգու փրկության մասին կա շատ չենք մտածում Ժողովուրդ ջան։ Դամար այսօր պայմաններ կա, որ Աստված դրել է իմ ու քո առջև, որ մենք ապրենք Աստծո խոսքի երկյուղով, Ժողովուրդ ջան, չէ՞։ Ամենակարևոր առողջությունը, երբ որ քո հոգևոր առողջական վիճակը լավ է, հոգևոր վիճակը լավ է, Ժողովուրդ ջան։ Շատ անգամ եղբայրս մը, երբ որ իմ մարմինը տգարանում է, ես մի հատ նայում եմ հոգևոր վիճակս, միգուցե իմ հոգևոր վիճակը տգարացել է, Ժողովուրդ ջան, չէ՞։ Շատ անգամ այո, մեզ էլ լում է, որ Տերը մեր հոգևոր, երբ որ վիճակը լավ չի, նույնիսկ Ժողովուրդ ջան։ Մեկը տենում ես մեր մարմնի վրա մի հատ տգարություն է գալու։ Եվ մարդը սկսում է նույնից Աստծո երեսը փնտրելու համար, Ժողովուրդ ջան։ Այս ամեն բանը մեր կյանքի մեջ գալու է, որպեսզի դու ոչ թե տենաս դու ամենամեղավորն ես, դամար քեզ այս բանը պատահել է, այն դրա համար, որ դու Աստծուն ավելի մոտիկանաս փնտրես Աստծո երեսը, Ժողովուրդ ջան։ Մենք հասկանում ենք ամեն մարդ ունի իր ճանապարհը երկրի վրա, խաչի ճամփա ամեն մեկս ունենք, Ժողովուրդ ջան։ Հիմի ամեն մեկս տարբեր է։ Դու ասում ես ուրիշ ճանապարհով մեր ուրիշ ճամփով անցնում, ամեն մեկս տարբեր ճանապարհներով եք ասում Ժողովուրդ ջան։ Եվ մենք գիտենք այո տեղեր կա, որ մարդիկ մինչև մահա եթում են Ժողովուրդ ջան։ Մարդկանց, բայց մարդիկ չեն ուրանում ասում Ժողովուրդ ջան։ Հիշում եմ պես Կիտայում թե որտեղ այս կինը որ բերտում ա լինում, ասում է այս եղբայրներին դու ասում ա օսկոր էին դարել։ Ասում են կանեն ճնշում ես մարդկանց, բայց այս մարդիկ Հիսուսին չէին ուրում, Ժողովուրդ ջան, օսկոր էր արդեն մնաց այս մարդկանց։ Ասում վերջում գցում փեշկը վառում են հավատքի այդ եղբայրներին։ Այս կինը դից դուրս էր եկել, ինքը ապաշխարել է, տեսել ամեն տեսադաշտը, որ այս եղբայրները թեգուզ օսկորներ էր մնացել, բայց իրանց հոգին, իրանց մեջը զորավոր է, Ժողովուրդ ջան։ Հոգին քո մեջ զորավոր է, հալելույա։ Նա քո մեջ շատ զորություն ունի։ Կարա մարմինը տգալ լինի, կարա մարմինը թույլ լինի, կարա մարմինը այսօր բանի պիտանի չլինի, Ժողովուրդ ջան, այս։ Բայց հոգին, որ քո մեջ կա, նա զորավոր հոգի է, որ քո մեջ տրված է։ Աստված ուզում է, որ դու հոգով ապրես, հոգիով քայլես եւ հոգու զորություն ունի քո կյանքի մեջ, Ժողովուրդ ջան։ Տամար Տերը սորտնի, որ այսօր իրապես Աստված այս վերջին օրին մարդ իր զավակնին ճականցում, դեպի սրբության, Ժողովուրդ ջան։ Ասում են այդանք ընտես սուրբ կա, ասում եմ այս սուրբը այսօր հավատքի մարդիկ են սուրբերը, այդ նկարը ինչ սուրբ չես ենք, Ժողովուրդ ջան։ Պետք է ինչ-որ մի հատ նկարին աղոթես, այս նկարը պետք է ինչ-որ նոր передавать անի Աստծուն, որ այդ Աստված քեզի պայի, ասում եմ, այ քեզի բան, Ժողովուրդ ջան։
Մենք ավետարանի մեջ կարդում ենք, որ միակ միջնորդ կա մարդու եւ Աստծո առջև, ժողովուրդ ջան, դա Հիսուս Քրիստոսն է։ Իմ ու քո մեջտեղ մեր միջնորդը Հիսուս Քրիստոսն է։ Մենք իր միջոցով ենք մոտիկանում հորը։ Մենք իր միջոցով ենք ունեցել ենք փրկություն եւ իր միջոցով ունենք Աստծուց ողորմություն գտնելու, ժողովուրդ ջան։ Եվ մենք գիտենք, որ մեր Տեր Հիսուսը Հայր Աստծո մոտ բարեխոսում է իմ ու քո համար։ Այսօր կարա դու նայես քո ապրած կյանքի մեջ ինչքան չարություններ ես արել։ Եվ հնարավոր է նույնպես հիմա թեկուս հավատքի մեջ ես այսօր շատ ունես դժվարություններ։ Հագարակություն կա քո սրտի մեջ, ժողովուրդ ջան, չարություն կա քո սրտի մեջ, չես այն կամերին։ Այսօր տեսնում ես աննազանդություն կա մարդու մեջ, անհավատություն կա ժողովուրդ ջան մարդու սրտի մեջ, բայց Աստված գալու է ինձ ու քեզ օգնում է, որ մենք դրանցից ազատվենք, ժողովուրդ ջան։ Նա ուզում է ինձ ու քեզ օգնի։ Աստված չի եկել որ մեզ դադելու համար, Աստված եկել է այսօր ինձ ու քեզ օգնի, ժողովուրդ ջան։ Դատաստան հիմա չի։ Ինչպես եղբայրս չես ենք, այն որ Տեր Հիսուս եկավ, այո, մարդիկ դրին խաչի, բայց հիմա էս Հիսուսին իրանք էլ չեք այս նույն բանանը, ժողովուրդ ջան։ Ով հիմա տեսավ այդ Հիսուսին, մեռելի պես կգնի ցած, ժողովուրդ ջան։ Իսկ հիմա դրին Հիսուսին խաչին։ Բայց այս Հիսուսը, որ արդեն կենտանի է, ժողովուրդ ջան, եւ ինքը զորավոր է, այն Հիսուսին արդեն ով որ հանդիպել է, ժողովուրդ ջան, ով որ մոդիկա է Տիրոջը, նա կյանք է առնում, ժողովուրդ ջան։ Ամեն ովքեր որ մոդիկանում է Հիսուսին, ժողովուրդ, եւ մենք այսօր ինչ ենք տեսնում, սիր Աստծո ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Աստված, որ այո, Աստված այսօր մենք ունենք, սիր Աստծո ժողովուրդ ջան, եւ տարբեր հասակների մեջ, ժողովուրդ ջան, չես ենք, այսօր կա տադիկներ, տարբեր հավատներ կա, տարբեր տարիքներ, եւ Աստված ինչ ասում ինձ ու քեզ սովորացնի։ Այո, այսօր շատ անգամ ինչու՞ են մարդիկ նայում են հավատքի մարդկանց, ժողովուրդ ջան, դու լավ իմացեք, եթե դու անհավատ մարդկանց մեջ ես, չէ, թե աշխատում է, թե վերջը իրանք այնքան ուշադիր են քո հավատքին, լավ իմաց, իրանք ծածուկ նայում են քո հավատքին, հենց մի հատ սխալ բան ես անում, իրանք միանգամից քեզի կասեն։ Ախե, բա դու հավատացյալ ես, ի՞նչ արեցիս, չես եք ժողովուրդ ջան։ Որտեվ շատ անգամ մարդիկ ասում են, բայց հավատացյալը խի էս բան արեց, ասում եմ, այս մարդիկ երկնքից չեն իջա, շոր, այո, լավ բան չի։ Լավ բան չի, որ հետո մենք մեր սխալ վարմունքներից, երբ որ մարդիկ չարախոսում են, ժողովուրդ ջան, դա լավ բան չի, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը օգնի ինձ էլ, ձեզ էլ, ձեր ժողովուրդ ջան, որ երբ որ մենք ապրում ենք, այո, անհավատ մարդկանց մեջ մենք այսօր աշխատում ենք, ապրում ենք, ժողովուրդ ջան, ամբողջ թե հարևանդ կլինի, թե բարեկամն, այսօր շատ անհավատ մարդիկ կան քո շրջապատի մեջ։ Եվ շատ անգամ ասում եմ, սիրելի քույր եղբայր ջան, քո տանը մեջ լույսը դու ես, անհավատ մարդը լույս չի։ Քո անհավատ ամուսինը, քո անհավատ կինը նա լույս չի, եթե նա անհավատ է։ Այդ տան մեջ եթե դու հավատացյալ ես, այդ տան մեջի լույսը դու ես, դու պետք է լուսավորես։ Մի սպասա, որ այդ անհավատ մարդը քեզի լուսավորի։ Այսինքն մարդը ո՞նց է լուսավոր, ժողովուրդ ջան, մարդ իր վարմունքով, իր պարկեշտությամբ, իր համեստությամբ, մարդը սա է, ժողովուրդ ջան, որ մարդիկ տեսնում են, այո, դու այդ մարդը չես, դու այն կինը չես, դու արդեն փոխվել ես։ Դու այն ամուսին չես, դու արդեն փոխված ամուսին ես։ Այն վատ կա դու գոռայես, ճվայես, ենք չէ, մի բան անել, բայց այսօր տեսնում են դու այդ մարդը չես, ժողովուրդ ջան։ Այսա կարևոր հարց է, որ հավատքի մարդու կյանքի մեջ Աստված իր գործն անում, ժողովուրդ ջան։ Համար Տերս բոլորս էլ օրհնի, սիրելի ժողովուրդ ջան, մենք ուրախ ենք բոլորիդ համար։ Եվ Աստված նույնպես ուրախ է իր զավակների համար, ովքեր որ այսօր կարողանում են լսել Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Աստված այս խոսքը շատ թանկ գնվավ։ Այս խոսքը գիտես ինչ ճանապարհներ անցել, երբ որ այս խոսքը եկե հասել ինձ ու քեզ, ժողովուրդ ջան։ Հիմա այո, այսօր ավետարանը շատ կա։ Կարա այսօր իմ ու քո տան մեջ կար այնքան ավետարան կա, ժողովուրդ ջան։ Բայց այն ժամանակ ավետարան կան չեղը, ժողովուրդ ջան։ Այն ժամանակ որ մարդիկ գրել են, մի թուղթ գրել են, որ տանեն տները կարտան, ժողովուրդ ջան։ Մարդիկ ծառավով, փապագով կերել են Տիրոջ խոսքը, ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ այն տարիները մարդիկ ասենք ոտով, ես իմ քանի կիլոմետր էտում են, որպեսզի գիշերով հասնեն Պաշտամուկի։ Գիշերով ոտով էտում են ճանապարհ, որտեվ այն վատ արկելում են, ժողովուրդ ջան։ Բայց հիմա ազատ, ոչ մեկ քեզի ոչ բան ասում։ Քուրիկ ջան, Պաշտամուկ գնում ես, չէ, եղբայր ջան, չեմ գնում։ Եղբայր ջան, գնում ես, չեմ գնում։ Բախի չես գնում, չէ։ Այսինքն հարց պետք է տաս, ինչու համար չես գնում, ժողովուրդ ջան, ել եմ ասում, եթե մարդու կյանքի մեջ կա մի արկեք, որ դու չես գնում Պաշտամուկ, դու պետք է աղոթես այդ ուղղությունը բերես Աստծուն։ Պետք է ասես Աստված ջան, այս արկելքը կա, ես չեմ կարող գնամ, բայց ես ուզում եմ։ Ես հավատում, եթե Աստված տեսավ իմ քո սրտի մեջի ուզելը, նա քեզ կօգնի։ Ես հիշում եմ մի քանի տարի, երբ որ գնացին երիտասարդներով Լենինգրադ, ժողովուրդ ջան,
Սպասավոր եղբայր, երբ որ վգայեց իր մասին, եղբայր ասում է իր ոդ ընկել էր գանգրենա, սևնում է ժողովուրդ, արդեն կյանք չէին տալում։ Այս եղբայր էլ չեր է կրում քելար։ Ոդ արդեն սևծել էր, իր մասին վգայում էր։ Ասում եկավ կիրակի էր գալում եւ այդ կիրակի օր հաղորդություն կար, ասում է այնքան սրտից փապակ կար, գնայի պաշտամուկի։ Ժողովուրդ, եթե քու սրտի մեջ փապակ կա, դա մենակ ոչ թե նստում պարգում ես, ահա Տեր ջան, վաղը գնամ պաշտամուկի ուտպես մնում ես։ Էդ չի ժողովուրդ ջան։ Եղբայր երբ որ որոշեց էտա պաշտամուկի, նա քայլ է անում ժողովուրդ ջան։ Թեգուս ինքը չի կրում քելա, բայց նա պետք է քայլ անի, որ Տերը տեսնում է, որ այո, այս եղբայրը քայլ անում, բայց չի կրում, բայց քայլ անում ժողովուրդ ջան։ Եթե բաներ կա քո կյանքի մեջ դու չես կրում, ազատվես, բայց երբ որ Աստված իմ ու քո մեջ տեսավ քայլ կա, որ դու ուզում ես, բայց չես կրում, Տերը քեզ կօգնի եւ ինձ է ժողովուրդ ջան։ Եղբայրը վգայում ասում է վերջը մի կերպ հասա դրսի կալիткին, սեփական տուն է դու մամ։ Ասա, երբ որ հասա այն դրսի կալիткին, հասկացա, որ ես էլ չեմ կրա դալ շետամ պաշտամուկի ժողովուրդ ջան։ Հարց ինձ ու քեզ, Աստված տեսավ ես եղբոր այդ ծառավն ու համ հավատք, համ էլ գործը։ Ասում է հավատք առանց գործի մեռածա։ Եթե մենակ նստենք, ասենք այո, պաշտամուկ եմ ուզում, բայց ու չես էլ ուզում, ժողովուրդ ջան։ Դու դրա համար հոգատարություն չես ուզում, դու դրա համար ցավ չես կա, դրա համար չես աղոթում, որ Տեր ջան, բաց դուռը։ Եվ եղբայրը վգայում ասում է, երբ որ հասա կալիքին տեսա, որ չեմ կրում գնամ ժողովուրդ ջան, Աստված մի հատ հաղթնադամ եղբայր ա ղրկում։ Հիմա մեկ եկավ ես եղբայր ջան, ինչ կա, չկա, բա եղբայր ջան, պաշտամուկ եմ ուզում, չեմ կրում։ Հա եղբայր ջան, գցում շալակը տանում ես աղբոր ժողովուրդ ջան։ Տանում է պաշտամուկի։ Պաշտամուկը մասնակցում է, հաղորդումը մասնակցում, Տերը ընդից իրան բժշկած ղրկում է տուն։ Ամեն օրհնյալա մեր Տեր, ընդից բժշկված այդ եղբայրը գալու է տուն ժողովուրդ ջան։ Թե մի քանի ամիս ժամկետ ընտրի ապրելու, բայց Աստված երկարացնում է մարդու կյանքը ժողովուրդ ջան։ Այսօր տեսնում եք շատ անգամ հավատքի մարդու կյանք Աստված երկարացնում է։ Կարող շատ մարդիկ քեզի տարիներ այնքան քիչ կյանք են տալում, դու այս կյանքով դու չես կրա ապրես, ենք վերջ ես ինչ քու հիվանդ ես չես, ենք շատերին շաբաթներ են տալում, օրեր են տալում, բայց Աստված այս մարդը ապրում է։ Ինչո՞ւ վրա, որտեղ մարդը Աստված ունի, նա հայր ունի ժողովուրդ ջան։ Տամար Տերես օրհնի սիր Աստծո ժողովուրդ ջան, ինչ որ եղբայրը Տիրոջ խոսքից խոսացին, Տերես օրհնի ժողովուրդ ջան, ավելի օրհնի ինձ ու քեզ զորացնի, որտեղ վերջին ժամանակն այսօր պետք է յուղ հավաքել։ Տերը տա մի օր մենք դրա մասին խոսացինք, Տերը տա որ մենք այդ մասին նույնիսկ կխոսենք ժողովուրդ ջան, ինչ կամար այսօր որքան կարևոր է, որ այսօր մարդը ոչ թե քնի իր հոգևոր կյանքի մեջ ժողովուրդ ջան։ Մարդը նորակ մարմնավոր քնի, բայց եւ նաեւ նույնպես հոգևոր է քնում մարդը ժողովուրդ ջան։ Սա ամենավատ բանն է, որ մարդը հոգևորապես քնում է։ Իր համար անտարբերություն է։ Ինքը փոխվում է, չի փոխվում, ինքը սրբանում է, չի սրբում, ինքը գնում է ապարտել, չի գնում ժողովուրդ, ինքը աղոթում է, իր համար արդեն սովորական է դառնում։ Բայց Աստված սա չի ուզում քո կյանքի մեջ անի ժողովուրդ ջան, Աստված ուզում է, որ այսօր մենք հոգ անենք մեր փրկության մասին։ Դու պիտի անես։ Քո տեղ հրեշտակը չի գանի ժողովուրդ ջան։ Դու պիտի որոշես, դու պիտի ասես Տիրոջը։ Եվ դա մար օրհնյալա մեր Տեր Հիսուս ժողովուրդ ջան։ Ես մեմ կարտամ Տիրոջ խոսքից եւ ինչ ողջամիտ վարտապետության մասին, որ այսօր Աստված տալում է, խոսում է բոլորիս համար, տարբեր տարիքների համար։ Ժողովուրդ ջան։ Այո, այսօր մենք գիտենք տարբեր տարիքներ, տատիկներ կան նաեւ տունը, հավատքի տատիկներ ժողովուրդ ջան։ Բայց մեկ է տեսնում ենք, որ իրանք պետք է բարի խորհուրդներ տան, բարի։ Ես հիշում եմ, մենք այն վաղտեր ժողովուրդ ջան, մենք տարիքով ենք վերջը, չես ենք հենց հարևանները նստում են հայատը, մենք գիտենք, նրանք բամբասանք են անում ժողովուրդ ջան։ Արդեն մենք գիտենք։ Մարդիկ նստում են անհավատն, իրանց ուշքը միտքը ո՞րն է, իրանց ամբողջ ուշքը միտքը բամբաս են։ Այս ծանից ընդրանից, այս հարցին արդի չես ենք, բայց հավատքի մարդը էլ դեր կյանքի մեջ չի ապրում ժողովուրդ ջան։ Եթե այդ մարդը նստավ ընդ բամբասից, երբ որ եկավ հավատքի, այս մարդը դրա մասին էլ չի անելու։ Այս մարդը էլ չի կանոց այդ անստե տադիկներ այդ բամբասի ժողովուրդ ջան։ Դամար Տերես օրհնի ժողովուրդ ջան, ես ում կարտամ Տիտոսի 2-րդ գլխի առաջի համար մի քանի խոսքեր կարտանք եւ վերնագիրը ողջամիտ վարտապետության մասին, ողջամիտ վարտապետություն, որը բերել է Աստված ինձ ու քեզ ողջամիտ։ Որ այսօր մենք ինչ ենք ուզում ենք սովորենք մեր Աստծուց եւ Աստված տեր մենք ինչ ուզում ինձ ու քեզ սովորացնի, որ վաղմիսօր դու չասես Տեր Աստված, բայ ես չէի իմանում։ Պատերը կասա բայնա, եղբայրները խոսում են, քարոզում են, բա ուր էր դու չէի լսում, բա չէ կամ Աստծո ավետարան կա գրված, դու կարդում ես ժողովուրդ ջան։
Եվ մենք տեսնում ենք ինչ ասում Տիրոջ խոսք ինձուքես, ասում է սորվեցուր իշ որ գվայել է ողջամիտ վարտապետությանը, սորվեցուր, այսինքն մենք տեսնում ենք այսօր այո Աստված եղբայրների միջոցով ժողովուրդ ջան սովորացնում է իր ժողովրդին, ավետարանը սովորացնում է ժողովուրդ ջան, ավետարանը դա Աստծո խոսքն է, բայց այսօր մենք տեսնում ենք այո Աստված այսօր օգտագործում է եղբայրությունը Տիրոջ խոսքը մատակարելու համար ժողովուրդ ջան, Աստված վերցում է տվյալ եղբորը եւ նա մատակարարում է իր խոսքը ինձ ու քեզ ժողովուրդ ջան։ Երբ որ եղբայրներս քարոզում են ժողովուրդ ջան, ել եմ ասում, եղբայրները ձեր մեջ եղած ոչ մի դժվարության, խնդիրների մասին չեն էլ իմանում։ Միգուցե դու այսօր լսես եղբոր քարոզ ասեց, այ քեզ բան, այս եղբայրի մասին ուտես գիտա, չեսենք։ Եղբայրը քեզ եփա տեսել ու կամ իմանա կամ ժողովուրդ ջան։ Բայց Աստված, որ այսօր մեր հայրն է, դու այսօր մի միտք պետք է առնես, երբ որ եղբայրը խոսում է եւ այդ խոսքը գալու է քեզ համար, դու պետք է համանաս եւ հավատաս, որ Աստված քեզ սիրում է, նա ուզում է քեզ օգնի այդ վիճակից քեզի վեր հանի, որ դու ավելին քո Աստծուն պաշտես, դու ավելին քո Աստծուն փառավորես։ Եվ քո տան մեջ դու սուրբ լինես ժողովուրդ ջան։ Այնքան կարևոր է սրանք։ Երբ որ մենք տեսնում ենք շատ անգամ շատ ընտանիքների մեջ շատ անգամ շատ հավատքի մարդիկ ունեն դժվարություն եւ խնդրեմ, ոնց որ ավելի շատ իրանք դինեն խնդրեմի տան մեջ ժողովուրդ ջան։ Հիշում եմ մի երեխա, երբ որ իր մամային ասում է կարելի է սազերեմ ժողովուրդ ջան, երբ որ իր երեխեն իր մամային ասում է մամա ջան, դու պապան միշտ մնա պաշտամու գիտե ժողովուրդ ջան, պապան էլ մաման էլ հավատքի մարդկանց մասին է խոսքը, որ մենք անհավատների մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք, ավետարանը խոսում է հավատքի մարդկանց մասին ժողովուրդ ջան։ Քանի որ ես անհավատ եմ, ինձ համար ավետարանը ես չի հասկանում ավետարանը ժողովուրդ ջան։ Ինձ համար ինչ պիտի սեր ավետարանը։ Էդի ասում է Տեր արդեն իր զավակն ինչ որ ասել, չէ, հեշտագնի ելնում միշտում են։ Ում համար են իրեն, իմ ու համար են իրեն ժողովուրդ ջան։ Նրանք քեզ իմ ու քեզ պահպան, ինչի համար, որովհետև մենք ընդունել ենք Տիրոջը որպես Տեր ու Փրկիչ ժողովուրդ ջան։ Մենք գիտենք ղեկավարի երեխեքին ով է պաշտ, ով է թիկնապանը, երբ որ իրանց երեխեքն իրանց թիկնապաներ ունեն ժողովուրդ ջան։ Այն մյուսներն ու թիկնապա չունեն։ Նույնպես անհավատ մարդիկ չունեն թիկնապաներ ժողովուրդ ջան։ Որտեղ ինչ համար որ մարդիկ մերժած են Աստծուն ապրում ժողովուրդ։ Ես որ շատ մարդկանց որ վերջը վգայի մեզ խոսում ես, ասում եմ Աստծուն հավատում ես, դա ասում է չէ, աթեիստ եմ։ Այս տարում աթեի ժողովուրդ ջան, ասենք հարաշ հազար կոմսական վախտում ուժ, բայց հիմա այս տարում նույնպես մարդիկ կան աթեիստներ, որոնք չեն հավատում Աստծուն ժողովուրդ ջան։ Բայց ես հավատում եմ Աստծո սերը տվյալ մարդկանց հետ նույնպես կա։ Աստված չի ուզում ես մարդիկ մահանան գնան դժոխք ժողովուրդ ջան։ Աստված միջոցներ կփնտրի, մի օր կծեծա, մի օր կխրատա, մի օր մի բան կերա, որպեսզի մարդու միտքը լուսավորի, որ մարդը հասկանա, որ կա Աստված, այն Աստծո աշկերը, որ իմ ու քո վրա է, ժողովուրդ ջան։ Դամար Տերը սորտնի ժողովուրդ ջան, ասում է սորվեցուր ինչ որ կվայելե ողջապիտ վարտապետությանը։ Ծերերուն մենք տեսնում ենք հիմա տալում է տարբեր տարիքներին։ Ծերերուն զգաց տալան, ծանրաբարո, խոյեմ ողջամիտ, հավատքով, սիրով, համբերությունով, ժողովուրդ ջան։ Մենք տալում ենք ծերերուն զգաց տալան, զգաց։ Այսինքն այն հարաշվանը պես չէ դու ժողովուրդ ջան։ Զգաց, այսինքն դու ունես զգաստություն Տիրոջ առջև։ Եվ դու երբ դու ծեր ես ապրում ես քո տանդ մեջ, դու հասկանում ես դու պետք է զգաց լինես, խոյեմ, ողջամիտ։ Ժողովուրդ ջան, այնքան կարևոր է, որ սրանք Աստված բերում է իր ժողովրդին, ասում է, ծանրաբայո, այսինքն ծանրը։ Եվ ամեն քո խոսքը կշռված է գալում քո տանդ մեջ։ Եթե դու տարիքով ես, ասում է խոյեմ, ողջամիտ, հավատքով, սիրով, համբերությունով, սիրով եւ համբերություն ժողովուրդ ջան։ Այսինքն որքան կարևոր է, որ այսօր մարդը, որ այս ծերերը, չէ, ասում է ծերերուն, ավետարանը պատվիրում է ժողովուրդ ջան։ Մենք կկարդանք այսօր շատ պատվերներ կա դեռ այնտեղ։ Այսօր այնքան կարևոր է, որ մարդը խոյեմ է, ողջամիտ է, հավատքով, սիրով եւ համբերությունով։ Շատ անգամ մարդիկ համբերություն չեն ունեն ժողովուրդ ջան։ Երբ որ տեսնում ենք ընտանիքի մեջ դժվարություն, խնդիրներ, ժողովուրդ ջան, շատ անգամ մարդիկ չունեն այդ համբերությունը։ Այսօր մենք տեսնում ենք ինչու համար այսօր Աստված մեզի սովորացնում է, որ համբերություն ունենաս նաև քո տանդ մեջ։ Համբերությունով աղոթես ու սպասես ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ միտպես վկայություն կար, երբ որ մի քույրիկ ինքը հավատքի քույրիկ է ժողովուրդ ջան, Տեր օրհնա։ Եվ ասում է իր հարցը այդ Յովայի վկաները, սուտ վկայեր, ասենք Յովա վկա իրանք չեն կրայել ժողովուրդ ջան, սուտ վկաներ։
Եվ ասում է, երբ որ եղբայրները գալում են մեր տուն, ասում է, վերջը քույրիկ այցելում ես, ես հարս ենքան կռիվ էր սարկուն տան մեջ։ Ասում է, բայց իմ ձենը մի հատ չէր գալում։ Խելոք էս կիսուրը տանում էր ժողովուրդ ջան, աղոթում էր։ Ասում երբ որ մեր եղբայրներին ճամփուտ են, ասում է եղբայրներ ջան, ներող կրնեք էլի սենք, հարսից բավ, դա ասում է ոչինչ քույրիկ ջան, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ինչու համար կիսուրը ձեն չէր անում։ Ծանրաբայո ծերերուն զգաց տալան, ծանրաբայո խոյեն ողջամիտ հավատքով, սիրով, համբերությունով։ Ժողովուրդ, երբ որ դու Աստծո պատվիրանների մեջ մնում ես, Աստված պետք է այն դիմացի մարդկանց բրի ողորմություն է ժողովուրդ ջան։ Եվս եկավ մի պարագա, որ ես հարսը իր մոր կողմից մի բան այնցև չտեսավ, եկավ կիսուրոջ ասես, կիսուր ջան, ներող կրնես ընձի։ Ես էլ եմ ուզում կամ քեզ հետ պաշտամունքի։ Ժողովուրդ ջան, ինչու համար ես հարս եկավ, ներողություն խնդրեց եւ եկավ իր այդ պաշտամունքի, որ իր կիսուրն է այդում։ Այսպես եղբայրս, ես այո, կան այսօր հավատքի մարդիկ ժողովուրդ ջան, կարա անուն ունենք թե մենք հավատացյալներ ենք, բայց մեր վարմունքները շատ չար են։ Դամար Տերես օրհնի ժողովուրդ ջան, այսօր մենք տեսնում ենք նաեւ երրորդ խոսքը ասում է նույնպես ալ պարավներուն այնպիսի վարմունք ունենալ, ինչպես կվայելես սրբության, ոչ բանսարկու ըլլալ, ոչ գինեմոլ, հապա բարի խրատ տվող։ Այս խոսքը արդեն բերում է պարավներու համար ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք, այո, պարավն ինչ է տալում, չես մա այնպիսի վարմունք ունենալ, այնպիսի վարմունք, այսինքն վարմունքը արդեն իսկ տարիքների ընթացքի մեջ ժողովուրդ ջան։ Ես մի տատիկ ունեի, քույրիկ էր, հիմա տերը տարել է երկինք ժողովուրդ ջան, իրապես եմ ասում, այդ տատիկը համար համ մամա էր, համ տատիկ էր, եթե հռետքի են գնում, շատ քիչ կան պես, հիմա կան չկան։ Ինչու համար մարդը ունի այս վարմունքը ժողովուրդ ջան, որ այս տատիկը քեզ համար եւ մամա էր, եւ բարեխոս էր, այսինքն քեզի բարի խորհուրդ տալող։ Ժողովուրդ ջան, դամար Տերես օրհնի եւ մենք տեսնում ենք, այո, այսօր ամեն մեկից պատվերներ կա, դու էլ պատվեր ունես այս երկրի վրա, Աստծո տան մեջ դու պատվեր ունես, նաեւ դու քեզ ու քո տան մեջ։ Ժողովուրդ ջան։ Ասում նույնպես ալ պարավներուն այնպիսի վարմունք ունենալ, ինչպես կվայելես սրբության, ոչ բանսարկու, ոչ բանսարկու։ Այսինքն մենք տեսնում ենք, այո, այսօր կան բանսարկուներ։ Չեղածները մի բան կսարկեն, կռիվ կսարկեն։ Ժողովուրդ ջան։ Ոչ գինեմոլ, հապա բարի խրատ տվող, բարի խրատ տվող, ժողովուրդ ջան, օրհնյալը։ Օրհնյալը մեր Տերը, երբ որ այո պարավները ունեն այս ընտասկը, այն որ այսօր մեզ ադիրում է ավետարանը, որ նա բարի խրատ տվող։ Այսինքն նա քեզի բարին է խրատ տալում, նա քեզ ուզում է օգնի։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, մենք էլ կարող այսօր ծերանում ենք, ժողովուրդ ջան, մենք էլ կդառնանք այդ ծերեր, պարավներ կդառնանք, չես ենք վերջը տատիկ, պապիկ, արդեն մենք ծերանում ենք ժողովուրդ ջան, շատ արդեն տարիքով եք։ Այսինքն այսօր մենք տեսնում ենք ավետարանը մեզ ինչ է սովորացնում ժողովուրդ ջան։ Եվ 4-րդ խոսքը ասում է, որ խրատեն նորահասակ կիները, որ խրատեն նորահասակ կիները, ժողովուրդ ջան։ Որպեսզի այրենին եւ զավակնին սիրեն։ Ասում է, որ խրատեն նորահասակ կիները, որպեսզի իրանց ամուսիններին եւ զավակներին սիրեն։ Մենք տեսնում ենք ինչ պատվեր ունի ժողովուրդ ջան, չէ՞։ Որպեսզի նրանք սովորացնում են, որ իրանց ամուսիններին սիրեն, հարգեն եւ իրանց երեխեքին, չէ՞։ Այո, մենք տեսնում ենք, եթե ավետարան մի բան գրում է, հնարավոր է մարդ իր ամուսնուն չսիրի, չհարգի, ոչ էլ իր երեխու ժողովուրդ ջան, չէ՞։ Բայց երբ որ ավետարանը բերում է մեզ արդեն հավատքի կյանքի մեջ, ասում է, որ խրատեն նորահասակ կիները, որպեսզի իրանց ամուսիններին եւ զավակներին սիրեն։ Խոյեն, ողջախո, տնաշեն, բարեգործ, իրանց այրերուն հնազանդ, ժողովուրդ ջան։ Այո, մենք տեսնում ենք, որ ավետարանը միակ մի տեղն է կանանց պատվիրում, որ իրանց այրերին հնազանդ լինեն, ժողովուրդ ջան։ Մենք ասում ենք, այն բանը չի, որ քեզ ասավ քեզի վնաս է, դու էսա ուրիշ բան է, ժողովուրդ ջան։ Երբ որ քո ամուսինը գալու է տուն վերջը, պետք է հաստած ջուր տաս վերջը հոգատարություն անես, ժողովուրդ ջան։ Սա ուրիշ բան է, երբ որ Աստված ինչ ասում է, որպես այրերին հնազանդ, որ չլա թե Աստծո խոսքին հայոյվին։
Այսինքն Աստված ինձ ու քեզ ողորմա ժողովուրդ ջան, չես մենք այո այսօր հնարավոր է մարդը Աստծո խոսքին հայոյել տա իր վարմունքով։ Սիրասո ժողովուրդ ջան։ Եթե ավետանը մեզ սովորացնում, եթե մենք ավետանի կամքով չապրանք իր ուզածով, այո մենք վամիսոր Աստծուն հայոյել կդանք։ Ժողովուրդ ջան, մեզ համար միգուցե Աստծուն հայոյեն, մեր չարիքների համար։ Դամար ես շատ անգամ որ գալում եմ Ռուսաստան, Աստծուց մի բան եմ խնդրում եմ Տեր Աստված դու ինձ ողորմես, պայես ես օտար երկրում, որտեղ գալու եմ սա անհավատ են, շորջ բոլոր շորջ այստեղ։ Անհավատ, ղեկավարս անհավատ, սա անհավատ են։ Բայց դու ապրում ես այս մարդկանց մեջ, ժողովուրդ ջան, դու չես կրա փախնի պայ մտնի։ Ես հիշում եմ, երբ որ մի քույրիկ գալում է իր սպասավորին ուրախանում մեր եղբայր ջան, գիտես ինչ կա։ Ասում է 20 տարի է զավոդում աշխատում եմ, ոչ մեկը չի տա, որ ես հավատացյալ եմ։ Քույրիկս ուրախանում է ժողովուրդ, 20 տարի զավոդում ապրել է եւ ոչ մեկը չի մոռ, որ քույրիկը հավատացյալ է, այսինքն մեկին չի վկայացող ժողովուրդ ջան։ Եվ մարդ ուրախանում է սրա համար։ Եղբայրը ասում է, քույր ջան, քեզ համար պատիժ է պետք, ոչ թե ուրախում, ինչ համար ես ուրախանում։ Բայց դու 20 տարի ապրում ես այստեղ, ես պատկեր այստեղ քան տարի այստեղ գալու ես ղեկավար մոտ ու ոչ մեկ չի դես հավատացյալ եմ, թե չէ ժողովուրդ ջան։ Այսինքն եթե դու լույս ունես քո կյանքի մեջ, այդ լույսը դու չես կրապայ, ուրեմն քո կյանքի մեջ լույս չկա, դա համար դու կրում ես պայվես։ Խավար է քո կյանքը ժողովուրդ ջան։ Այդ լույս կա քո կյանքի մեջ, այդ լույսը հիմա դու չես կրա դնել կրավատի տակ այդ լույսը։ Այդ լույսը պետք է աշտանեք, որ մարդիկ տեսնեն այդ լույսը քո կյանքի մեջ ժողովուրդ ջան։ Իրենց այրերուն հնազանդ, որ չլատ է Աստծո խոսքին հայոյվի։ Նույնպես ալ երիտասարդները հորդորե, խոյեմ ըլան, ամեն կողմեք ու անձդ բարի գործերու օրինակ ցուցնելով վարտապետության մեջ անեղծությունով, պարկեշտությամբ, ողջամիտ ու անմեղադրելի խոսքը, որպեսզի հակառակ կեցողը ամճնա ու մեր վրայով գեշ բան չկրնան ասել, ժողովուրդ ջան։ Ասում է ողջամիտ ու անմեղադրելի խոսք, որպեսզի հակառակ կեցողը ամճնա։ Այսինքն երբ որ դու ողջամիտ Տիրոջ խոսքի մեջ ես, այն մարդիկ որ քեզի հակառակ են, այս մարդիկ բամսուր կամաչ են, ժողովուրդ ջան։ Այսինքն նա տեսնում են, որ քո մեջ կյանք կա, լույս կա, ժողովուրդ ջան։ Եվ ինչ համար մենք տեսնում ենք, այո, որ այսօր Տիտոս ինչ անում, չէ, սովորացնում է, որ այսօր մենք ինչ ենք, ողջամիտ ու անմեղադրելի խոսք, որպեսզի հակառակ կեցողը ամճնա, ուր մեր վրա գեշ բանը չկրնան ասել։ Այսինքն մենք տեսնում ենք, այո, շատ անգամ երբ որ հավատքի մարդը ապրում է ճիշտ ձևով, ժողովուրդ ջան, շատ անգամ մարդիկ քեզ չեն կրում մի բան ասեն։ Որտեղ մարդիկ տեսնում են դու ապրում ես Աստծո վախով, Աստծո երկյուղով։ Այսինքն որ դու գիտեն դու հավատացյալ ես եւ դու համապատասխանում ես քո ապրած կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եթե դու լույս ես, ապրում ես այս մարդկանց մեջ որպես դու լույս, Աստծո լույս, ժողովուրդ ջան։ Ողջամիտ ու անմեղադրել խոսք, որպեսզի հակառակ կեցող ամճնա ու մեր վրայով գեշբան չկրնան ասել։ Ծառաներուն սորվեցուր, իրենց տերերուն հնազանդ ըլան եւ ամեն բանի մեջ հաճելի, ոչ հակառակ խոսողներ, ժողովուրդ ջան, չէ։ Այո, մենք ունենք ղեկավարներ, որոնց հետ աշխատում ենք, ժողովուրդ ջան, չէ։ Նույնպես ինչ է մեզ սովորացնում, որ մենք այո այս մարդկանց, ժողովուրդ ջան, հնազանդ լինենք, այսինքն վերջը ղեկավար մարդը կարող է քեզ մի տեղ գրգի աշխատելու, չէ։ Քո ամեն վարմունքդ եւ հնազանդությունը պետք է, ժողովուրդ ջան։ Ոչ խորողներ, հապա կատարյալ հավատարմություն ցուցնեն, որպեսզի մեր Փրկիչ Աստծո վարտապետության ամեն բանի մեջ զարտարեն, քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդոնց երևցավ։ Ասում է քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդոնց երևցավ։ Անմեզ կխրատե, որպեսզի անբարշտությունեն ու աշխարհի ցանկություններեն ուրանանք։ Մենք տեսնում ենք Աստծո խոսքը ինձ ու քեզ ինչ է սովորացնում, ինչ է խրատում, ժողովուրդ ջան, չէ, բարձ ավետարան է։ Սման մեզ կխրատե, որպեսզի անբարշտությունը ու աշխարհային ցանկությունները ուրանանք։ Մենք գիտենք, որ այսօր կա աշխարհային ցանկությունը, չէ, մենք այն անգամ հետ հիշում ենք, չէ, խոսենք դրա մասին, որ մի սիրես աշխարհը եւ ինչ որ այս աշխարհի մեջ այս ցանկությունները կա, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ ոնց ասած հավատքը մատնիր անակով են նայում, ժողովուրդ ջան։
Այն որ ասված գրում մի սիր աշխարհ եւ ինչ որ նրա մեջ կա, Ժողովուրդ ջան, եթե ասված մի բան ասում, նա քեզ արդեն զգուշացնում է։ Ժողովուրդ ջան, նա գիտե, եթե դու սիրիր աշխարհը, թեկուզ մի բան աշխարհ դու սիրեցիր, պայեցիր քո մեջ այդ կուրկը, չէ՞, մենք երեք արկած դրա մասին խոսացինք, քեզի մաքր ամեն կուրկերից։ Եվ այդ կուրկը, Ժողովուրդ ջան, հնարավոր է մարդուն վաղմիսօր կվնասի։ Եվ դա համար մենք տեսնում ենք ինչ ասում, չէ՞ Տիրոջս ման մեզ կխրատե, որպեսզի, այսինքն Տերը մեզ խրատում է ինձ ու քեզ, Ժողովուրդ ջան, որպեսզի անբարշտություն ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ զգաստությունով ու արտարությունով բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ, զգաստությունով, արտարությունով եւ բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ, Ժողովուրդ ջան։ Տերը օրհնա ինձ էլ քեզ էլ սիր Աստծո, Ժողովուրդ ջան, եւ 13-ից մոտ սպասենք այն երջանիկ հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին փառքին հայտնվելուն։ Մենք տեսնում ենք, երբ որ Տերը մեզ խրատում է, այս ինչ որ քեզ խրատում է, որ դու ուրանաս աշխարհային չէ ցանկությունները, զգաստանաս, Ժողովուրդ ջան։ Եվ 13-ից մոտ սպասենք այն երջանիկ հույսին։ Այսինքն մենք արդեն սպասում ենք այն Տիրոջ գալստյան օրը, Ժողովուրդ ջան։ Այն որ այսօր մեզ Տերը սովորացնում է, չէ, քանի որ մարդ աշխարհի մեջ է, ես հավատում շատ մարդիկ կարող է չուզեն դեր Հիսուսը գա։ Դրանք հասկանում են դեր աշխարհ են սիրում, Ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ տեսնում են, որ իրանք դեր աշխարհի մեջ ապրում են։ Մեր ոտքը աշխարհը, մեր ոտքը հավատքի կյանքի մեջ է, Ժողովուրդ ջան։ Եվ դա համար Տերը ինձ էլ քեզ էլ օգնի, Ժողովուրդ ջան։ Երբ որ Աստված մեզ սովորացնում է, զգուշացնում է, նա իմ ու քո համար ասում, Ժողովուրդ ջան։ Եվ ասում է ու սպասենք այն երջանիկ հույսին, երջանիկ է, Ժողովուրդ ջան։ Երբ որ Տեր Հիսուս եկավ իր եկեղեցին տարավ, դա երջանկություն է, երջանիկ հույսին։ Այսինքն դու սպասում ես քո Տիրոջ գալստյանը։ Դու հավատում ես, որ քո Տերը շուտով գալիս է, Ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, Տերը երբ որ եկավ, թեկուզ դու այսօր մարմնով հիվանդ ես, տգար ես, դա կապ չունի, մարմինը կարող է քո եշել մենք մարմինը ինչ կա ներդագայում։ Միգուցե կփոշիանա ուտի մեջ, մենք չենք իմանում, Ժողովուրդ ջան։ Եվ Տերը ամեն մեկից կտանի երկինք, Ժողովուրդ ջան։ Իսկ այն մարդիկ, ովքեր լուրջ չվերաբերվան ավետարանին, այն խոստումները, որ կավետարանի մեր, Ժողովուրդ ջան, մարդիկ շատերը կմնան երկրի վրա։ Դամար Աստված այսօր մեզ զգուշացնում է իր ավետարանով, այսօր կան եղբայրներ, որ խոսում են, քարոզում են, Ժողովուրդ, երբ որ Աստված եղբայրների միջոցով խոսում է նաև իմ ու քո հետ, որ մարդը զգաստանա հավատքի կյանքի մեջ, որ արդեն մարդը լրջանում արդեն հավատքի մեջ, Ժողովուրդ, այսօր մի հատ այնպես հետարքիր բան կա, ոչ թե հետարքիր, ասենք ցավալի բան կա։ Այսօր շատ մարդիկ, հավատքի մարդիկ, այսինքն կադակ են անում, հետո ասում են սուտ են խոսում, ասում են կադակ արեցի։ Այ եղբայր ջան, եթե դու սուտ ես խոսում, մեր կատակը սփոն է, Ժողովուրդ։ Այսօր տեսնում ենք ինչքան ցավեր կա եկեղեցու մեջ, Ժողովուրդ ջան, որ մարդը կատակով սուտ է խոսում, հետո ասում է կատակ արեցի։ Ժողովուրդ ջան, որ մենք աշխարհի մարդիկ չենք։ Աշխարհի մարդիկ եմատ ենք մենք կատակ ենք անում, բայց սուտ ենք խոսում։ Բայց այսօր դու լրջություն պետք է ունենաս քո հավատքի կյանքի մեջ։ Ոչ թե դու կատակ անես, հետո ասես սուտ բան ես խոսում, հետո ասում ես ես կատակ արեցի։ Դա մեղք է, Ժողովուրդ ջան։ Որտեւ դա քո շրթունքից է դուրս գալու։ Դամար Տերը օգնի ինձ էլ քեզ էլ, Ժողովուրդ, դամար այսօր Աստծո խոսքը մեզ պատվերում է, Ժողովուրդ ջան։ Ու սպասենք այն երջանիկ հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին փառքին հայտնվելուն։ Անիր անձը մեզի համար տվավ, որպեսզի մեզ ամեն անօրությունեն ազատե ու մաքրե։ Դա եմ կարդում, Ժողովուրդ, շատ իրենք են Աստծո խոսքին, սման որ իր անձը մեզի համար տվավ, այսօր հավատում ենք, որ Հիսուս իր անձը տվել է իմ ու քո համար, Ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ ասում են, դե բոլորն էլ Աստծո զավակներ են, ասում են ոչ, բոլոր Աստծո զավակներ չեն, Ժողովուրդ ջան։ Բոլոր մարդիկ Աստծո ստեղծածներ են, մենք զավակ այն վաղ ենք, երբ որ մենք ընդունեցինք Տիրոջը, Տեր ու Փրկիչ, երբ որ դառնանք մենք Աստծուն, եւ մենք ծնվանք վերստին ծնունդ ունեցանք, այ մենք դառանք արդեն Աստծո զավակ։ Երբ որ դու դառնում ես Աստծո զավակ, Աստված քեզ արդեն իշխանություն է տալու, Աստծո որդի կոչվելու, Ժողովուրդ ջան։ Այսինքն Աստծո զավակը նա Աստծո կամն է կատարում։ Եվ չարի զավակները կատարում իրաց չարի ուզած մարդու իրաց այդ անօրինի գործն են կատարում, Ժողովուրդ ջան։ Եվ դա մար Տերը սորտնի, Աստծո, Ժողովուրդ ջան,
Սման որ իր անձը մեզի համար տվավ, որպեսզի մեզ ամեն անօրությունը Տերը ուզում է ինձ ու քեզ մաքրի։ Այն ինչ որ իմ ու քո կյանքի մեջ կա, այդ անօրությունները դու ես տեսնում եւ ես եմ տեսնում Ժողովուրդ ջան մեր մեջ, չէ՞, ամեն մեկս իր մեջ։ Ասում ամեն անօրությունն ազատե մեզ, ամեն անօրություն ազատե մեզ ու մաքրե իրենց սեփական ժողովուրդ է, բարի գործերուն նախանձախնդիր, այս բաները սե եւ հորդորե ու հանդիման է սաստելով չլատե մեկը քեզ անարգի։ Ասում ես ամեն բաների մեջ մա, չես մա, հորդորե Աստծո ժողովրդին, չէ՞։ Նայես հանդիման է եւ սաստելով չլատե մեկը քեզ անարգի, Ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք Աստծո խոսքը մեզ ինչ է ուզում, Ժողովուրդ ջան, Աստված այսօր ինչ որ խոսում է, նա իմ ու քո համար է խոսում, սիրած Ժողովուրդ ջան։ Այսինքն որքան կարևոր է եւ քո բարի գործերով ցույց տաս, բարի գործերով։ Ես հիշում եմ մի հատ պես վկայություն կա, երբ որ մի եղբայր հետ մի հատ տատիկին քարոզելու, Ժողովուրդ ջան։ Տատիկը Սիվան Պարգազել իմ տեղաշորի մեջ, երբ որ եղբայրս հետում է այցելում է տատիկիս, երբ որ ավետանը բացի որ պիտի կարտամ, ասենք տատիկի հետ պիտի խոսա, վեճ քարոզի, տատիկին վկայի։ Ասում ես տատիկս ասում է եղբայր ջան, մի հատ այն լուսամուտը կփագես սկվազնյակա։ Եղբայրս իր ասվածուժը փագում է, հետում այս լուսամուտը փագում է, գալում նույնիսկ նստում է, ինձ ասաշունչը բացա որ կարտա, տատիկս ասում է մի հատ վրես կծածկես։ Ես եղբայր նույնիսկ ասաշունչը փագում է, այս տատիկի վրեն ծածկում է, Ժողովուրդ ջան։ Երրորդ անգամ նույնպես, երբ որ բացում է որ կարտա ավետարան, Ժողովուրդ ջան, տատիկը էլի մի բան է խնդրում իրան։ Ես եղբայր երբ որ ենում այս մյուս հաջորդ գործողությունը եւ ասում եմ մարդ, այս տատիկից բան դուրս չկա, թողի մետա։ Ժողովուրդ ջան, այսինքն մարդը գործը արես, բայց նա չհասկացավ, դու արդեն այդ գործը արել ես։ Հավատքի գործ արեցի դու արդեն։ Արդեն դեպի դու կարտած ես, չկարտած, դու արդեն գործը արել ես հավատքի, Ժողովուրդ ջան։ Երբ որ ես եղբայր ուզում եմ դա տատիկը կանգնես ասում լսալ արի, տղա ջան ասում այս ինչ որ դու արեցիր, ավետանի մեջ գրված կա, ասում հա տատիկ ջան։ Դες հիմա նոր քարոզի։ Հիմա նոր քարոզի լսեմ, Ժողովուրդ ջան։ Այսինքն եթե դու մենակ քարոզես եւ քո գործը չլինի բարեգործուններ, քո բարի խոսալը, քո բարի վարմունքը, այսինքն մեր երադը սա փուշ կդառնա, Ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի ինձ ձեզ իր Աստծո Ժողովուրդ ջան, Տերը օգնի, որ ես վերջին օրերին, այսօր մենք տեսանք որքան հորդորներ կար, եւ տատիկներն, եւ պարավներն, եւ երիտասարդներ, չէ, նորացած կիներին։ Ամեն մեկից այսօր կա մեր պատվերը Աստծո եկեղեցու մեջ, Ժողովուրդ ջան։ Դամար Աստված օրհնի ինձ ձեզ Ժողովուրդ ջան, սկանով կվերջացնենք, որ Տիրոջ անունը փառավորվի Աստծո Ժողովուրդ ջան։ Տերը օգնա մեզ բոլորիս, ովքեր լսում են Աստծո խոսքը, Աստված ուզում է ինձ ու քեզ օգնի։ Ազատի մեզ այս աշխարհի ցանկություններից, մեղքից, աբագանուց Տեր ուզում է ինձ ու քեզ ազատի, Ժողովուրդ ջան։ Եվ Տերը օգնի, որ մենք այո ասենք Տեր ջան, այո ուզում ենք Տեր ջան, դու մեզ մաքրա ու սրբա, Ժողովուրդ ջան։